-2 հավանաբար։ -3.5 Ու կարող է այսպես նվազել տեսողությունը, եթե չեք կարևորում աչքի լույսը։ Սիրիր քո աչքերը։ Այս կարգախոսով էր հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը առողջապահության նախարարության եւ այլ գործընկերների հետ նշում տեսողության համաշխարհային օրը։ Իսկ օրվա ուղերձը ակնային խնամքի հասանելի եւ մատչելի լինելու մասին էր։ Անվճար խորհրդատվության ստուգումների հնարավորություն էին ստացել քաղաքացիները։ Պոլիկլինիկայի բուժառուներից է Սաթեի դուստրը։ Նրա հերթական այցը տարբերվող բովանդակությամբ ու սպասարկմամբ առանձնացավ։ Թե ճանաչողության առումով ծնողներին բավականին մեծ ինֆորմացիա տրամադրեցին, որ գուցեև ծնողները չգիտեին այդ մասին, եւ թե իհարկե երեխաներն էլ հավելյալ անգամ ստուգումներ են անցկացում։ Մինչդեռ մայրերից մեկը ֆիքսել էր հայտարարությունը անվճար հետազոտությունների վերաբերյալ ու երեխայի հետ Երևանի 17 պոլիկլինիկա եկել։ Ակնաբուժների հետ հանդիպում քննարկումը հավանել էին թե ծնողները, թե երեխաները։ Չնայած փոքր բուժառուներին դուր էին եկել հատուկ խաղերը։ Երեխան շատ հետաքրքրված է, շատ ոգևորված, հատկապես որ իրանց խաղերի ձևով կազմակերպեցին այդ ամեն ինչը, ինֆորմացիա փոխանցեցին եւ տեսողության մասին, եւ անվտանգության կանոնների մասին, ստացան նաեւ բրոշուրներ, որտեղ կար նշված ինչպես պահպանել տեսողությունը, ինչպիսի օգտակար սննդներ պետք է օգտագործեն։ Հայաստանում բուժառուների աչքերը վստահելի ձեռքերում են։ Միջազգային գործընկերների գնահատմամբ մեզ մոտ շատ բարձր է բուժօգնության մակարդակը, նշում է հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենը։ Մեր բժիշկները իրապես շատ նվիրված են, շատ բանիմաց են եւ անկասկած բուժառուները կարող են հանգիստ լինել։ Դպրոցականների ակնային հետազոտություններից, ակնաբուժի խորհրդատվությունից, ինտերակտիվ հանդիպումից բացի իրականացվել են նաև շաքարային դիաբետ ունեցողների կամ ռիսկի խմբում գտնվողների ակնահատակի անվճար հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում ակնոց են տրամադրել։ Բնականաբար այս սկրինինգային միջոցառումը նույնպես ցույց տվեց, թե որքան խնդրահարույց է շաքարային դիաբետը մեր բնակչության շրջանում եւ որքան պետք է ուշադրություն դարձնենք առողջ ապրելակերպին, մասնագիտական խորհրդատվություններին։ Տեսողական խնդիրներ ունեցողների թիվը հանրապետությունում գրեթե չի փոխվում։ Սա դրական է գնահատում Եղիազարյանն ասելով. դրական է, քանի որ չի աճում, բայց ավելի լավ կլիներ, եթե նվազեր։ Այդ ուղղությամբ աշխատանք տանում են մասնագիտական համայնքում, բայց նաև հոգատարություն ու ժամանակ պետք է հատկացնի բուժառուն աչքի լույսը չմարելու համար։ Մարդիկ իրապես հասկանան, որ շատ դեպքերում այն խնդիրները, որ իրենք ունենում են, կանխարգելվող են, որ կարելի է խնդրի առաջ առնել, կարելի է ուշադիր լինել եւ հետեւողական։ Ակտիվություն, նորարարություն ու գոհ բուժառուների միջանցքներում հանդիպելը հաճելի էր նաև պոլիկլինիկայի աշխատակիցներին։ Ծնողների կողմից ավելի է կարևորվում խնամքը, վնասակար սովորույթների ձեռք մնալը, խնդրի աննշան խնդրի դեպքում, որը շատ կարևորվեց, մասնագետին դիմելը։ Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի ծրագրում նորություն էր առանձին մասնագիտական խմբի հյուրընկալելն ու սպասարկելը։ Միջոցառումը լուսաբանողներից էին ընտրել՝ լրագրողներ, խմբագիրներ, լուսանկարիչներ ու օպերատորներ։ Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, իսկ տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411 միլիարդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, ABC Media։